Բարև ձեզ Ֆակտոր TV հյուրը Ադրբեջանի հարցերով փորձագետ պատմական գիտությունների տեխնացու Տաթևիկ Հայրապետյանն է, ողջույն Տիկին Հայրապետյան, Լուի Բոնոն հեռանում է պետքարտուղարության Եվրոպայի բյուրոյի ղեկավարի պաշտոնից, նա շատերիս հայտնի պաշտոնյա է, պետքարտուղարի Կովկասյան բանակցությունների գծով խորհրդականներ եւ նրա ակտիվությունը տեսել ենք պարոն Բոնոյի հայ-ադրբեջանական հանդիպումների կազմակերպում եւ այլն, նաեւ այցեր Հայաստան, Ադրբեջան, Եվրոպայի բյուրոյի ղեկավարը, նոր ղեկավարը Բրենդան Հանրահանն է, որը մինչ այդ Ռուբիոյի աշխատակազմում էր աշխատում Սենատում, ինչ ակնկալել նոր պաշտոնյայից կարևոր, բյուրոյի ղեկավարելու, որ մեզ է առնչվելու նրանց աշխատանքը, ինչ ակնկալել Հայաստան-Ադրբեջան տիրույթ։ Շնորհակալ եմ, իրականում ես կարծում եմ ամերիկյան կողմի մինչ այս ժամանակահատվածը վարած քաղաքականությունից կարելի է դատել, որ որոշ հարցերում իրենք հստակ դիրքորոշում արտահայտում են, հարցերից մեկը վերաբերվում է նաև հայ ռազմագերիներին, որովհետև հայտնի էր, որ Ուոլցի Հաջիևի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ այդ հանգամանքը շեշտվել էր, հետագայում նաև նոր վարչակազմի այլ ներկայացուցիչներ այդ հանգամանքի մասին խոսել էին, որը բնականաբար ադրբեջանական կողմին դուր չի գալիս եւ եթե դրանից հետո հետևեմ թե ինչպես էին իրենք շարունակաբար փորձում թեման ավելի նեղացնել եւ սահմանափակել, ինձ համար արդեն հասկանալի էր դառնում, որ եկող հաստակները իրենց համար հաճելի չեն եղել։ Մյուս կարևոր քայլը, որի հանգուցալուծումը ակնկալվում է հավանաբար առաջիկա 2 շաբաթների ընթացքում վերաբերում է 907-րդ բանաձևի եւ դրա հետ կապված հնարավոր զարգացումներին, ընդ որում ադրբեջանական կողմը դատելով իրենց հրապարակումներից լրջորեն անհանգստացած է եւ վստահ եմ նաեւ օգտագործելով հերյական լոբինգի ազդեցությունը կփորձի կանխել դրա շուրջ կապված հետագա զարգացումների իր համար։ Հեռուստադիտողի համար Ադրբեջանի ռազմական տիպի աջակցություն սահմանների անվտանգության, Իրանի հետ սահմանի անվտանգության եւ Բայդենի վարչակազմը անցյալ տարի ըստ էության թույլ չտվեց, որպեսզի ամերիկան օգնություն ցուցաբերի, հիմա Թրամփի ժամանակն է որոշելու այդ քաղաքականությունը։ Ինչ վերաբերում է նոր նշանակմանը, ապա պետք է անկեղծորեն ասեմ, որ ծանոթ չեմ կենսագրությանը պաշտոնյայի եւ դժվարանում եմ որևէ կանխատեսում անել դրա հետ կապված։ Ամեն դեպքում ես կարծում եմ եւ տեսել եմ, որ ադրբեջանական կողմը ամերիկյան կողմի հետ աշխատելու համար մաքսիմալ ջանք գործադրում է օգտագործելով հրեական լոբին եւ այդ ուղղվածությունը եւ վերջին շնորհավորանքի ժամանակ Թրամփի հիշեք Նովրուզի տոների հետ կապված, ընդ որում այս շնորհավորանքը տեղի ունեցավ փաստացի տոներից ավարտից մի 2 շաբաթ անց, նույնիսկ հեգնում էին ադրբեջանական կողմը, որ դա sense լավ չի, մի անգամից նոր տարին կարող շնորհավորել։ Միասին նույն փաթեթով, Բայց այնտեղ շեշտված էր Իսրայելի հետ Ադրբեջանի համագործակցության հանգամանքը եւ եթե ուշադրություն դարձնեք, այդ շնորհավորանքն էլ եղավ Նեթանյահուի հետ Թրամփի հանդիպումից հետո ենթադրում եմ այդ հարցը առաջ էր մղվել, որովհետև Ալիևը շատ սպասում էր դրան եւ մեկ գործոն էլ նշեմ եւ այդ դրանով սահմանափակվենք, քանի որ մեր ռազմագերիների թեմայով գերազանցապես այն խոսույթը կա, որ խոսքը նաեւ հենց քրիստոնյաների ճնշումների, բռնաճնշումների մասին է, պետք է նշեմ, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում շատ ակտիվ ջանքեր է գործադրում, ցույց տալու, թե իբրև իրենք քրիստոնեության օրան են, ինձ թվում է միչել մնաք ընդունեն պաշտոնապես քրիստոնեությունը որպես կրոն, իրականում հեգնանքը մի կողմ իրենք փորձում են ամբողջը ծածկադմփոց անել այն հսկայական քայլերը, որ անում են ընդ որում եւ հաշվի առնելով իհարկե մեր գերիների կրոնը, քրիստոնեությունը, բայց բացի այդ անհսկայական քրիստոնեական ժառանգությունը, որը այսօր ոչնչացվում եւ վերացվում է Լեռնային Ղարաբաղում։ Պետություն Ադրբեջանը ոչնչացնում է հայկական։ Այո, որովհետև դա քրիստոնեական աշխարհի նաև ժառանգությունն է իրականում եւ Ադրբեջանը ոչնչացնում է քրիստոնեական աշխարհին պատկանող մի շատ կարևոր պատմամշակութային ժառանգություն։ Շատ լավ, Տիկին Հայրապետյան, ես ինչու ձեզ ամերիկացի նորանշանակ պաշտոնյայից հարց տվեցի, լավ գիտակցելով, որ դուք ամերիկյան քաղաքականության մասնագետ չեք, այլ հաշվի առնելով վերջին հատկապես 4-5 տարվա քաղաքականությունը, երբ որ Ադրբեջանը բռնի տեղահանել եւ էթնիկ զտման է ենթարկել Արցախը, զավթել է Հայաստանի տարածքները, դրժել է նույն ԱՄՆ-ին, արևմտյան այլ պետություններին տված
չհարցակվելու իր խոստումը, դրժել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու իր խոստումը եւ չի ստորագրել եւ կարողացել է նաեւ, այսպես ասենք, մարսել շատ հաջողությամբ նույն ԱՄՆ-ի դեմ, այսպես ասենք, վարկաբեկիչ արշավը, հա, նրանք փորձում են ասել, թե Բայդենի վարչակազմը հայամետ էր, այդ պատճառով մեր հարաբերությունները չեն ստացվում, իրականում, որովհետեւ Բայդենի վարչակազմը ասում է դուք ենթադրեք ագրեսիա եք կիրառել եւ այլն, այսինքն փաստերն գնահատական են տալիս։ Ակնկալել, որ նախագահ Թրամփի խաղաղություն ուժի միջոցով բանաձևը գործարկվի այս ռեգիոնում Ադրբեջանի ուղղությամբ, պետություն, որը ըստ էության ապակառուցողականության դիրքերից է հանդես գալիս այս բանը։ Տեսեք, դուք իրավացիորեն ասում եք, որ Բայդենի վարչակազմից հնչում էին գնահատականներ, բայց այստեղ գալիս է երկրորդ հարցը, բայց այդ գնահատականներին երբեք չէին հաջորդում իրական գործողություններ։ Ոչ միայն պատժամիջոցներ, նույնիսկ խոսքի մակարդակով 2023 թվականին Արցախում տեղի ունեցածից հետո Օբրայենը հայտարարում էր, որ Ադրբեջանի հետ այլևս նախկինի պես գործարքներ չեն լինելու, շատ հայտնի արտահայտությունը, no business as usual with Azerbaijan։ Ու դրանից կարճ ժամանակ անց իրենք շատ հանգիստ վերադարձան նախկին իրենց գործելավոճին, համագործակցությանը, ավելին դրանից հետո Ուկրաինա Ադրբեջանին փաստացի ըստ էության ինչ որ առումով միջանցքային տրամաբանությամբ լուծումներ էր առաջարկում կենտրոնական Ասիային, Եվրոպային կապող այդ ճանապարհների հետ կապված, որը Ադրբեջանը մերժեց, որովհետև Ադրբեջանը, ես հասկացել եմ Ադրբեջանը ինչու է սերտորեն համագործակցում Չինաստանի հետ, որովհետև Ադրբեջանը ուզում է, որպեսզի Հայաստանը սկզբունքորեն դուրս մնա ցանկացած պրոյեկտներից տրանսպորտային եւ այդ ուղղությամբ հսկայական ջանք է գործադրում։ Իսկ որպեսզի Հայաստանը դուրս մնա այսպես կոչված այդ միջին միջանցքի պրոյեկտից, Ադրբեջանի համար կարեւոր է ձևավորել այնպիսի իրավիճակ, որ խոշոր որոշակի դերակատարներ Սյունիքով անցնելիք ճանապարհը բացառապես տեսնեն Ադրբեջանի վերահսկողության տակ, որը բխում է Չինաստանը, թեկուզ Չինաստանը, եւ Ադրբեջանի ողջ ջանքերը այսօր ուղղված են դրան եւ դրա համար Ադրբեջանը մերժում է բոլոր այն առաջարկները, որոնք առաջին հայացքից բավականին շահավետ են եւ իրականում ոչ այնքան շահավետ մեզ համար, բայց Ադրբեջանը շատ ավելի մեծ ախորժակ է դրել այդ հարցում եւ շատ ավելի լուրջ պլանավորում է դրել, դրա համար շատ ինտենսիվ աշխատում է տվյալ դեպքում Չինաստանի հետ այդ խնդրի շուրջ իր համար բարենպաստ կոնսենսուսներ ձևավորելու վերաբերյալ եւ դրան է ուղղված Ադրբեջանի ջանքը։ Ուստի այո, եղել են գնահատականներ, բայց դրան որևէ կերպ չհաջորդած գործողությունները Ադրբեջանին իրականում ավելի սանձարձակ ու վտանգավոր են դարձել։ Մեկ այլ բան է հնչեցնել գնահատական, մեկ այլ բան է դրանից հետո, երբ Ադրբեջանը շարունակում է այդ գործելավոճը, ոչինչ չանել դա կանխելու համար։ Դա մենք հարցազրույցներ ունեցել ենք այդ փուլում։ Ես այն ժամանակ նշում էի, Ադրբեջանը լրջորեն վնասում է Միացյալ Նահանգների իմիջը այս տարածաշրջանում, ցույց տալով, որ նրանց խոսքը հնչող խոսքը արժեք չունի։ Այսինքն պարոն Հանրահանը պետք է տարբերվի Լուի Բոնոից։ Դե իրականում ես կարծում եմ վարչակազմը առհասարակ պետք է տարբերվի նախորդ վարչակազմից որոշ առումներով, այդ թվում նշանակվող պաշտոնյաները, Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները ավելի շատ աչքի են ընկնում ինչ որտեղ էքսցենտրիկ, բայց միևնույն ժամանակ բավականին կոշտ խոսույթով։ Ես վստահ եմ, ես հաստատ վստահ եմ, որ երբ Ուոլցի հետ առաջին զրույցը տեղի ունեցել Հաջիևը չի ակնկալել, որ նման խնդիրներ են դրվելու ադրբեջանական կողմի առաջ։ Իրենք այլ զրույց են ակնկալել։ Եվ իրենց համար անսպասելի է եղել, որ գերիների թեման եւ այդ պայմանագրի թեման եւ այլ թեմաներ դրվել են սեղանին։ Եվ կոնֆլիկտի բացառման մեսիջը, որ թե Ուոլցի զանգում կար, թե Մարկո Ռուբիոյի Հայաստան վարչապետի հետ։ Այո, իսկ Ադրբեջանի համար բնականաբար դա ձեռնտու չէ եւ դա իհարկե այդ զանգերը որոշակի դերակատարում խաղացել են, որպեսզի առժամանակ Ադրբեջանը զսպի իր ագրեսիվ նպատակները, բայց դա ժամանակավոր բնույթ է կրում ցավոք։ Շատ լավ, նույն Բոնոն եւ ընդհանրապես պետքարտուղար Բլինքենի շրջանում նրանք հեշտացնելու գործառույթ են կատարում հայ-ադրբեջանական process, այսինքն հյուրընկալել, չգիտեմ, ինչ որ միգուցե մտքերով կիսվել, առաջարկներ անել, հա, այսինքն ոչ թե պարտադրել ենթադրենք ապակառուցողական կողմին առավել եւս պատժամիջոցներ կիրառել, այլ կողքից այսպես աջակցել, հա։
Այս իմաստով հարցը sense դրա մասին էր, երբ որ մենք ուզում ենք արդեն կոնկրետ արդյունքների գալ, 17 կետ համաձայնեցված է, ինչ պետք է փոխվի ձեր կարծիքով այստեղ այս նոր վարչակազմի գործողությունները։ Նախ եկեք ընդունենք, որ նաև հայկական Հայաստանի իշխանություններն են օգնել Ադրբեջանին դուրս դնել ցանկացած միջնորդների գործընթացից, համաձայնվելով ուղիղ բանակցությունների։ Դա Ադրբեջանի պահանջն է եղել 23 թվականի սեպտեմբերից հետո, եւ հայկական կողմը ընդառաջել է այդ պահանջին, եւ հիմա էլ պնդում է, որ իրենց համար ամենաշահավետը Ադրբեջանի հետ ուղիղ երկխոսությունն է, բայց ուղիղ երկխոսություն այդտեղ չկա, այդտեղ կա մի կողմի թելադրանք, մյուս կողմի ընդառաջում այդ թելադրանքներին, այդպես էլ այդ տեքստը համաձայնեցվել է, այդ տեքստի համաձայնեցումից մարտի 13-ին հայտարարվեց դրա մասին, համաձայնեցումից հետո ադրբեջանական կողմը շատ ինտենսիվ կերպով պատերազմի եւ էսկալացիայի քարոզչություն սկսեց մարտի 16-ից ի վեր եւ այդ ժամանակ շատ ինտենսիվ ընթանում էր 24-25 ապատեղեկատվական հաղորդագրություն տարածեց Ադրբեջանի պաշտպանությունը։ Այսօր է հերքել Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ճամբարակի ուղղությամբ իբր թե կրակել են հայկական զինված ուժերի իբր թե։ Հա, այսինքն այդ գործընթացը շարունակվում է, Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ որոշակի ինտենսիվությամբ այդ ապատեղեկատվությունը տարածում է, ինչը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը հստակ չի ուզում որևէ թղթի ստորագրում։ Ադրբեջանական կողմը այդ գործընթացի ընթացքում այնքան դիվիդենդներ է շահել, հայկական կողմը առանց որևէ բան ստանալու այնպիսի կարևոր իրավունքներ է զիջել Ադրբեջանին, որ Ադրբեջանին ցույց է տվել, որ գործընթացի շարունակության դեպքում Ադրբեջանը մաքսիմալ արդյունք է ստանալու։ Եվ եթե հնարավոր է շարունակել այդ գործընթացը այդ կերպ, ապա Ադրբեջանը շարունակելու այդ գործընթացը եւ այդպես էլ անում է, առաջ քաշելով նոր պայմաններ։ Հիմա կլինի դա, չգիտեմ, սահմանադրության հետ կապված, Մինսկի խմբի հետ կապված եւ այլն։ Իրականում այսպես ձևակերպեմ, ցանկացած պայմանի կատարում հերվացնում է կամ անհնար է դարձնում կամ նվազեցնում է հնարավորությունը, որ Ադրբեջանը որևէ թուղթ կստորագրի, որովհետև երբ դու գործընթացի մեջ քո խաղաքարտերը տվել ես քո հակառակորդին, ապա դու որևէ շահագրգռվածություն չես առաջացնում նրա մոտ, որ նա քո հետ որևէ թուղթ ստորագրի։ Այդ շահագրգռվածությունը որտեղից կգա ձեր կարծիքով։ Նրանք միգուցե համարում են, որ ոչինչ չեն ստանում այս փաստաթուղթը ստորագրելով, ավելին իրենց ձեռքերը կապում են հավանական ռազմական ագրեսիայի գնալու, հորինել պատճառները ռազմական ագրեսիայի, նրանք արել են այս տարիների ընթացքում, թղթի ստորագրումից հետո մի տեսակ կարող է ոչ լեգիտիմ թվալ իրենց այդ պատմությունները, ենթադրենք հայ ռևանշիստների մասին եւ այլն։ Դե ես կարծում եմ ի սկզբանե այդ լեգիտիմություն բառը մենք չենք կարող օգտագործել, իրեն ոչ որևէ լեգիտիմություն չուներ այնիշ տեղի ունեցավ 20 թվականի սեպտեմբերին, որևէ լեգիտիմություն չուներ այնիշ տեղի ունեցավ 22 թվականի դեկտեմբերին։ Մարսում է նաև հայկական կողմի բազմաթիվ սխալների միջոցով։ Դու չես բարթացնում իր համար դա մարսելը։ Եթե քո արտգործ նախարարությունը նման տեքստ է հրապարակում, որտեղ փաստացի ընդունում է, որ հակամարտության լուծումը ուժով ու ուժի սպառնալիքով ու ագրեսիվ պատերազմում դա նորմալ է եւ ինքը համարում է դա լավ լուծում, ուրեմն դրանից հետո դու ադրբեջանցին չես ակնկալում, ինքը հասկանում է, որ ցանկացած կետում կարող է ստեղծել նոր հակամարտություն եւ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր ուժի սպառնալիքի կիրառումը։ Պես որ Ադրբեջանը հայտարարությունը նկատի ունեք, որ Լեռնային Ղարաբաղը հրաժարվել է Սոֆիայի բանակցությունից։ Ոչ միայն դա, այս վերջին շրջանի բոլոր հայտարարություններում, նույնիսկ Մինսկի խմբի լուծարման հետ կապված, երբ իրենք տեքստ են արտաբերում, ասում են, թե եթե երբ այն պայմաններով հակամարտություն լուծվել է, ինչպես կարող եք դուք լուծում համարել ագրեսիվ պատերազմում ձևավորված իրողությունները։ Ես հասկանում եմ ճնշումները, իրավիճակը եւ այլն, բայց դու քո բառամթերքի հանդեպ պետք է շատ ուշադիր լինես, որովհետեւ հետագայում այդ բառամթերքը ուղղվելու է քո դեմ։ Ցանկացած իրավիճակում Ադրբեջանը տարբեր պաշտոնյաների խոսույթներ եւ ղեկավար պաշտոններ զբաղեցնող եւ նույնիսկ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ ուղղում է Հայաստանի Հանրապետության դեմ։ Դրա համար դու պետք է առավել եւս լինելով գերատեսչություն, առավել եւս երբ քո տեքստերը քաղաքական նշանակություն են, դու պետք է հասկանաս դու ինչ ես խոսում այդ տեքստերը արտաբերելուց։ Չի կարելի նման տեքստեր արտաբերել, որը փաստացի օրինաչափ է դարձնում ագրեսիան եւ ագրեսիայի կիրառումը։ Դրանով դու Պանդորայի մի հատ շատ վտանգավոր առք ես բացում Հայաստանի դեմ։ Առավել եւս կներեք, քանի որ իշխանական ներկայացուցիչներ կիրառում են այդ լեգիտիմ պատճառ չունի արտահայտությունը, դա կատեգորիկ սխալ արտահայտություն է, չի կարող։ Այո։ Ինչ է նշանակում լեգիտիմ պատճառ։ Այսինքն
Ինչ ես առհասարակ դու խոսում։ Ես մեր եթերներում հաճախ եմ անդրադառնում եւ այս խնդիրը ընդհանրապես չի գիտակցվում այսօր, որ երբ դասագրքեր են մտնում խնդիրներ, այնպիսին ինչպիսին մեր պետության տարածքը ներկայացնել որպես հին ադրբեջանական հողեր, ընդ որում նախորդիվ եղել են նման բաներ, բայց պետության տարածքը արևմտյան Ադրբեջան չի կոչվել երբեք մինչև 23-24 թվականը։ Այսինքն այդ խաղաղության դարաշրջանի ժամանակ Ադրբեջանը շատ ավելի վտանգավոր կոնցեպտներ է մտցրել հանրակրթական դպրոցներ, դրանով սերունդ է կրթում։ Ու այստեղ Հայաստանի Սահմանադրության ոչ խնդիր կա, ոչ անկախության հռչակագրի խնդիր կա, այստեղ ֆունդամենտալ խնդիր կա։ Ադրբեջանը նոր վտանգավոր նարատիվներ է ձևավորում, որոնք ոչ եթե հիմա, ապա 10, 20, 30 տարի հետո կարող են բերել շատ անդառնալի հետևանքների ու իրավիճակի։ Այսինքն բացառում է Ադրբեջանը խաղաղության խոսույթ, եթե իր հանրակրթական դպրոցներ մտցրել է արտահայտություն, որ այսօրվա Հայաստանի Հանրապետություն դա արևմտյան Ադրբեջանն է։ Դրանով բացառում է որևէ քննարկում։ Ուստի ինձ համար խաղաղության պայմանագիր տեքստերի համաձայնեցում դրանք շատ ինչպես ձևակերպում, շատ անկարևոր են իրականում, որովհետև ես տեսնում եմ խորքային process, իսկ խորքային process-ը շատ վտանգավոր է։ Իրապես մտահոգիչ է խորքային process-ը։ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ազատագրություն, դա էր Ալիևի վարչակազմի թվացial, այո, երազանքը կամ այն հիմքը, որի համար հանդուրժում է նրա բռնապետական ռեժիմին այդ բռնաճնշումները եւ այլն, այսինքն կարելի է համաձայնվել, կարելի է չէ, բայց ինչ որ իմաստով կար կոնսենսուս ադրբեջանական հասարակությունում, որ կոռուպցիան մենք հանդուրժում ենք մարդու իրավունքների սահմանափակումները, դու խոստացել ես Լեռնային Ղարաբաղը ազատագրել, Ալիևը այդ խոստումը կատարել է։ Հիմա արևմտյան Ադրբեջանը դա իր որդու համար կոնցեպտ է, իշխանությունը փոխանցել Հեյդար է, չէ՞, կարծեմ, որդու անունը, փոխանցել Հեյդար Ալիևին, որը իր իշխանությունը կկառուցի, այսպես արևմտյան Ադրբեջանը ազատագրելու թեզի վրա։ Ուզում եմ հասկանալ իմաստը, հա, այդ դասագրքերում նման բան մտցնելու։ Իմաստը մշտապես ունենալ հակամարտություն եւ մշտապես ունենալ թշնամի։ Իմաստը չունենալ խաղաղություն եւ չունենալ բարիդրացիություն։ Հիմա դա կփոխանցի իր որդուն, չի փոխանցի, թե որդին չի լինի, մեկ այլ անց կլինի, սա մի քիչ ավելի այլ քննարկման թեմա է, բայց փաստը մնում է փաստ, որ դա դասագրքեր մտել է, սա շատ կարևոր է։ Մեզ մոտ էլ կա այդ թյուրընկալումը, թե գիտեք, խնդիրը Արցախն էր, Արցախի շուրջ տեղի ունեցած զարգացումներից հետո պետք է Ադրբեջանը խնդիր չունենա, բայց եկեք ու տեսեք, որ հենց Արցախի թեման փակումն է բերել նման խոսույթի ձևավորմանը։ Ուրեմն, այս վերջերս մի քննարկման մասնակցում էինք, առաջին անգամ Հայաստանի Հանրապետության տարածքը արևմտյան Ադրբեջան կոչել է Հեյդար Ալիևը 1998 թվականի մի ելույթում, մեկ անգամ ընդամենը։ Դրանից հետո 23-24 տարի մենք դրա մասին չեն խոսել։ Հետո Արևմտյան Ադրբեջան Հայաստանի Հանրապետության տարածքը Իլհամ Ալիևը կոչել է 2022 թվականի դեկտեմբերի 24-ին։ Եվ ինչ է ասում, ասում եք, առաջ մենք դրա մասին չենք կարող խոսել, որովհետև կար Ղարաբաղյան հակամարտությունը։ Հիմա մենք դրա մասին կարող ենք խոսել, որովհետև այլևս չկա այդ հակամարտությունը։ Այսինքն Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած Արցախ-Ադրբեջանի մաս ճանաչելը եւ բոլոր այդ զիջումները ոչ թե բերում են խաղաղության, բարիդրացիության մասին խոսույթի զարգացման, այլ բերում են ավելի վտանգավոր ու ագրեսիվ քայլերի, ինչը պետք է գիտակցել ու ժամանակին օգտագործել։ Հասկանում եք, եթե մենք շարունակ կրկին ինքնախապեյությամբ զբաղվենք, ինչպես Լեռնային Ղարաբաղի ժամանակ, որ դա ներքին խոսույթ է, դա իրենց ներքին լսարանի համար է ասում, ոչ, իրականում Ադրբեջանը միջազգային ներկայացուցիչների մոտ այլ կերպ է խոսում, շատ ավելի կառուցողական է մշտապես հանդես գալիս։ Դրա համար, երբ մենք մեր միջազգային գործընկերներին փաստում ու խոսում ենք Ադրբեջան նպատակների մասին, սկզբնական շրջանում իրենք շատ թերահավատ են։ Հետո եթե Ադրբեջանը գնում է գործողությունների, մեկը ես բազմաթիվ անգամ արձագանքներ ստացա, որ փաստորեն այդպես էր ասում, որովհետև Իլհամ Ալիևը ապացուցում է ձեր ասածը։ Այո, որովհետև ինքը անում է այն, ինչ խոսում է հենց ներքին լսարանի համար։ Իսկ կրթությունը բոլորիս համար քաջ գիտակցելի է, դա ֆունդամենտալ է։ Այո, դա ֆունդամենտալ է։ 5-րդ դասարանում ադրբեջանցի երեխան գնում է դպրոց ու սովորում է, որ իր հարևանությամբ գտնվող պետությունը Հայաստան, որ կոչվում է, դա Հայաստան չէ, դա իր պապական հողն է։ Դա կարող է նաև գաղափարական պատրաստություն լինել։ Իհարկե։
Եվ դա շատ վտանգավոր է։ Դրա համար եմ ասում, այնպես չի, որ ես ասում եմ վաղը չեմ իսօրնա դա լինելու։ Արցախում 20 թվականի տեղի ունեցածը նախապատրաստվել էր 20-ից ավել տարի։ Ես դրա համար նշեցի Հեյդար Ալիևի իշխանության գալու այնպես։ Ես իրականում կարծում եմ, որ Ալիևը հասկանում է, որ այդ վարչակազմի եւ նման շարունակականության համար նմանատիպ պետությամբ, բռնապետության, որը փաստացի արդեն տոտալիտարիզմի է վերածվում, պետք է մշտական թշնամու կերպար։ Այդ առումով Հայաստանը եւ հայերը շատ հարմար են դարձել եւ իրեն ձեռնտու այդ դա շարունակել։ Ու երկու բառով էլ անդրադառնամ, որ ասում եք կոնսենսուս կար բռնապետության եւ այլն, այստեղ մի շատ ֆենոմենալ բան կա։ Այն ադրբեջանցիները, որոնք այսօր քաղբանտարկյալներ են, որոնցից ոմանք հացադուլի մեջ են եւ այլն, ժամանակին պաշտպանեցին Իլհամ Ալիևի ագրեսիան Արցախի դեմ։ Իրապես պաշտպանեցին, շատ նույնիսկ զարմանալիորեն, որովհետև Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները առնչվել էին նրանց հետ, չէին սպասում այդպիսի ագրեսիվ տրամադրություններ եւ հետո իրենք իրապես հույս ունեին, որ երկիրը ինչ որ բացության է գնալու եւ այլն, լրիվ հակառակը տեղի ունեցավ ամբողջությամբ եւ որոշ ադրբեջանցիներ փաստացի ինչ որ փակ բաներում խոստովանում են, որ եթե Ադրբեջանը ուներ դեմոկրատացման որևէ շանս, դա բացառապես Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորումը կարող էր լինել։ Այլ հնարավորություն Ադրբեջանը չունի ժողովրդավարացման։ Որովհետև ստիպված էր որոշակի ժողովրդավարության գործիքներ կիրառել։ Այո, որովհետև ստիպված էր որոշակի հանդուրժողականություն ցուցաբերել եւ այլն եւ այլն։ Եվ այդ առումով այդ թեման փակվեց, բայց Ադրբեջանում այսօր մարդիկ ձերբակալվում են հայերի հետ երբևիցե ունեցած առնչության համար։ Նույն Բարուս Սամադովը վերջերս Հայաստանի վարչապետին էր դիմել հրապարակային նամակով, որ նա հերքի հայկական արտաքին հետախուզական ծառայության հետ իր կապը խեղճին մեղադրում են իբր հայկական լրտես լինելու մեջ։ Դե իրականում հայկական կողմը չհերքեց երևի այդ ծառայության պես տրամաբանությունը այդպեսին է, չեն հերքի նման բաները ոչ։ Չէ, իրականում կարծում եմ միամտություն է, եթե ինքը դիմել էր, ասում էր մի հատ հերքեք, որ ինձ տեղ չփակեն։ Դա միամիտ հույս է իրականում։ Բայց խորքային խնդիրը այլ է եւ ես այդ դատավարությանն էլ եմ հետևում։ Իրականում ինքը շատ ճիշտ բան է ասում, ասում ես 6 տարի ես երկրում չեմ ապրել, ես առհասարակի ինչ տեղեկություն պիտի իմանայի, որ մի հատ էլ, այո, փոխանցեի, բայց Բարուս Համադովը միակը չէ, այնտեղ մեկ այլ թալիշ ակտիվիստ կա, որին վերջերս առևանգեցին Եկատերինբուրգից, եւ նա եւս մեղադրվում է հայերի հետ կապերի մեջ, ուղղակի Համադովի դեպքը, քանի որ նա միջազգային լրատվականների հետ էր աշխատում ավելի ակնառու է, բայց մի քանի հոգի այնտեղ անցնում են հայերի հետ համագործակցության թեմայով։ Վերջերս մեկին դատեցին հետախուզական տվյալներ փոխանցելու համար։ Ես որ նայում եմ այնքան շպիոն ենք ունեցել, չեմ հասկանում ինչի ենք այսօր։ Դուք քննադատում եք Հայաստանի իշխանությունը։ Այո, փաստորեն ամբողջությամբ մի շպիոնական ցանց են ստեղծել Ադրբեջանում, որից հերթով Իլհամ Ալիևը բռնում է։ Բայց իրականում Ալիևը արգելում է հայերի հետ որևէ երկխոսություն եւ արգելում է խաղաղության ու բարիդրացիության մասին խոսույթի զարգացում Ադրբեջանում։ Այսպես չի եղել, ես տարիներ առաջ նաեւ ուսանող ժամանակ հանդիպել ենք տարբեր ադրբեջանցի ուսանողների հետ եւ այլն, այսպիսի վախի մթնոլորտ երբեք չի եղել։ Եղել է զգուշավորություն, իրենց հետևել են, իրենք շատ զգուշավոր են եղել, միշտ մշտապես, բայց որ իրենք սարսափեն, որ հանկարծ հայերի հետ իրենց կարող են տեսնել, եթե իհարկե իրենք իշխանության հրահանգ չեն կատարում, դա արդեն այլ թեմա է եւ դա արդեն այլ լրջության է։ Իսկ ինձ հետաքրքիր է ադրբեջանական հասարակական տրամադրությունը, այդ տեսեք մենք խոսեցինք քաղաքական էլիտայի մարտավարությունից այն ինչ որ զբաղված են, հեռավոր հավանական նպատակներից, նաև քաղաքացիական հասարակության ոչնչացված ըստ էության քաղաքացիական հասարակության տարբեր ակտիվիստների Հայաստանի հետ խաղաղության խոսույթը պահելու, պահպանելու հնարավորությունը, երբ որ Սամադովին ուղեկցում են այսպես ԶՊՎ-ից կամ բանդ կամ դատարան, նա ասում էր կեցցե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությունը, այսինքն անգամ բանտարկված վիճակում նա հավատում է դրան, դե մի տեսակ անհույս է իրականում ակնկալել, որ նա ազատ կարծեքվի այս ռեժիմի պայմաններում, դե ամեն դեպքում, բայց իսկ Իմիջերս Համադովն էլ է քրիստոնեություն ընդունել։ Այո։ Եվ նույն Ռուբեն Վարդանյանի շահերը ներկայացնող նրա միջազգային իրավաբանը այդ թեմային էլ էր անդրադարձել ու կարծում եմ շատ ճիշտ էր արել։ Ինչ են մտածում շարքային մարդիկ, այ դուք
այդպիսի հետազոտությունների հանդիպում եք վերջերս դուք նես լավ հարց տվեցիք ոնց որ ես Բաքվի փողոցներից բոսնելով եմ եկել ձեր տաղավար բայց դա տենց չի վերջերս X-ում ադրբեջանցի մի պաշտոնյա էր կարծեմ երբ որ գրել էր որ Ադրբեջանի նախագահստեյցիան խաղաղության չի գնում եւ այլն նա մի հետազոտություն էր տեղադրել ըստ որի 80%-ից ավելին ես չգիտեմ այդ թվերը ճիշտ է թե չէ գերազանց մասը Հայաստանի հետ ուզում է խաղաղություն լինի հա եւ ես հարց էի տալիս ինչու ձեր նախագահը ականջալուր չի լինում այս մարդկանց հա այսինքն ցանկություններին պատասխան իհարկե չեղավ որովհետեւ այդ հարցում ինքը այլ նպատակով էր դրել ցույց տալու որ Ադրբեջանում ռևանշիզմ չկա հել ինչ ռևանշը ասել են մեր տներին Արմենիան Ադրբեջան եւ այլն այս իմաստով չէ սոցցանցերում օրինակ կա հայ-ադրբեջանական խումբ որտեղ հայեր ադրբեջանցիները չգիտեմ դուք կաք այդ խմբում թե չէ շփվում են այսինքն սոցցանցեր շատ բաներ կարելի է լսել հասկանալ այդ մարդկանց տրամադրությունները որոնք մի տեսակ կարող են չհամընկնել պաշտոնական տեսակետ Տեսեք, կարևոր հարց եք տալիս, իրականում բավականին բարդ է մեզ հասկանալ ադրբեջանական հանրային տրամադրությունները, որովհետև նախ իրենց արգելված է առանձնապես տրամադրություն ունենալ, որ մի հատ էլ մենք հասկանանք, երկրորդն է շատ փակ է երկիրը, եւ օրինակ նույն Բահրուս Ամադովը կամ այլ մարդիկ, որոնք այսօր ձերբակալված են, հենց դրա մասին էին շատ հաճախ գրում, օրինակ ոնց է Ադրբեջանը մահմեդականության քարտ օգտագործում, այդ կեղծ նեոկոլոնիալիզմի, այսինքն բավականին հետաքրքիր նյութեր, որոնք օգնում էին հասկանալ այդ հանրային տրամադրությունները եթե պաշտոնական ինչ որ ժամանակ առ ժամանակ հրապարակվում են պաշտոնական հարցումներ այդ հարցումը արվել էր այո իշխանական իբր թե սոցիոլոգիական եւ այդ իշխանական սոցիոլոգիական հարցումներում ասում են պատրաստ եք վերադառնալ Արևմտյան Ադրբեջան թե չէ հարցումները դրա մասին են ամենայն դեպս այն նույն ԱՊԱԶ եւ այլ իշխանական բաներ լրատվականներ որ կան դրանք են հրապարակում բայց մի ուշագրավ միջադեպ կար երբ այս վերջին շրջանում ակտիվացավ ապատեղեկատվական արշավը տարբեր լրատվամիջոցների հրապարակումներ են որ Հայաստանը պատրաստում է պատերազմի այդտեղ ադրբեջանական տիրույթում այնտեղ շատերը մտել ասում են խափում եք Հայաստանը չի պատրաստում դուք եք պատրաստում այսինքն գրում էին որ չեն հասկանում այդ գործելավոճը եւ տեսեք իրականում Արևմտյան Ադրբեջան կոնցեպտը այսօրվա Ադրբեջանում ապրող մարդկանց համար անհեթեթություն է։ Իրանք ասում են լավ, այս որտեղից առաջացավ։ Լեռնային Ղարաբաղը հասկացանք։ Իրան դրա համար եմ ես շեշտում դասագրքերը, բայց երբ որ ինքը դա մտցնում է ֆունդամենտալ կրթական դպրոցներ 20 տարի հետո իրանց համար դա անհեթեթություն չի լինելու։ Որովհետև այսօրվա իմ ձեր տարեկից ադրբեջանցիները, որոնք ապրել են, մեծացել են, կրթվել են, հասկանում են, որ սա նոնսենս է, ասում են, ոչ աշխարհագրական հիմք կա, ոչ քաղաքական հիմք կա, ասում են աշխարհագրական էլ տերմին չի կա։ Պատմական հիմք չկա։ Հակագիտական, ոտից գլուխ հակագիտական։ Հա իրանք լսում են հեռուստացով, իրանք հասկանում են, որ դա մարզում է։ Բայց այդ եմ ասում, եթե ինքը մտցնում է դպրոցներ 20 տարի հետո, արդեն, չգիտեմ, պայմանականած 25 տարեկան ադրբեջանցին էլ դա անհեթեթություն չի համարել, որովհետև ինքը կրթվել է այդ գաղափարով։ Եվ երազանք է դառնալու, այսպես ասենք, ազատագրում։ Այո, նպատակ է դառնալու։ Նպատակ է դառնալու, ասել են, այդ մեր հողն է, դուք մեր հողի վրա եք ապրում։ Ու այստեղ գիտեք այլ բանավոր գիտության բան, ասենք ինքը ամբողջությամբ հակագիտական է, այդտեղ Հայաստանը կարիք չունի ապացուցելու, նույնիսկ կենսաբանական տարբեր հետազոտություններ ցույց են տալիս, որ հայկական հետքը հազարամյակների խնդիր ունի։ Այստեղ ապացուցելու խնդիր էլ չկա, նույնիսկ որ ես ասեմ եկեք բան ապացուցենք իրենց։ Այստեղ հակառակը պետք է այդ ծրագրերը վերցնես ու ճիշտ ձևով տիրաժավորելով ցույց տալով, տարբեր նաև միջազգային գործընկերների հետ, ում ասում ես զանգի, ասա թոմերը պայմանագիր ստորագրի պետք է ասես, այս սրա համար եմ ասում, որովհետև եթե գնում է այս գործընթացը երկրի ներսում, սա 20 տարի հետո աղետալի հետևանքների է բերելու։ Իսկ հիմա դու ծածկադմփոց ես անում ու ասում ես չի լինի պատերազմ, կլինի խաղաղություն, շատ լավ, թող լինի բացառապես խաղաղություն, ամենաշատը մենք ենք այս երկրում խաղաղություն ուզում, որտեղ ուզում ենք ապրել եւ ստեղծագործել ու լինել այս երկրում, բայց դու չես կարող չտեսնել այն վտանգավոր գործընթաց, որը գնում է քո հարևան երկրում եւ անտեսել դա 20 տարի հետո բնական է Նիկոլ Փաշինյանը չի լինելու իշխանություն։ Ինչ որ մեկը չի ասի, այ նախկինները, որ այն ժամանակ տեսնեն, մենք ենք բախվելու, մեր ապագա երեխաները, մեր սերունդներն են բախվելու այդ իրավիճակի հետ։ Ինչի ենք մենք այսօր այնինչ կարանք կանխենք, զսպենք
այնպես անենք, որ ինքը վախենա ընդհանրապես դրա մասին խոսի։ Ձախով այդ քաղաքականությունը։ Ամբողջությամբ իջիկ դարձնելու փոխարեն աչքերներս փակում ենք, ասում ենք, դե դա կապ չունի, ինքը ներքին լսարանի համար ասում, չէ, ներքին լսարանի համար չի ասում, քսերունդ է կրթում այդ գաղափարով։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Factor TV-ում հյուրընկալել էինք Տաթևիկ Հարապետյանին։